Կա տեղեկություն, որ 18-րդ դարում 1798 թվականին մեծն նվաճող Նապոլեոն Բոնապարտը Եգիպտոսով անցնելիս տեսել է եգիպտական բուրգերը և հիանալով նրանց գեղեցկությամբ մտել է բուրգերից մեկը և մոտավորապես 20 րոպե անց վերադառնալուց հետո նրա դեմքը դարձել է մոխրագույն, իսկ աչքերը ոչ բնական տեսք են ստացել։ Այդ ամենից հետո նա ամբողջովին փոխվել է։ Ասվում է, որ Նապոլեոնի գերբնական հատկությունները, որոնց մասին բոլորս տեղյակ ենք, առաջացել են հենց այն ժամանակ, երբ նա դուրս է եկել եգիպտական բուրգից։ Այս տեղեկությունը թողել է նրա զորքից մի զինվոր, որն ուղղակի նկարագրել է իր տեսածը, թե ինչ էր կատարվել բուրգի ներսում Նապոլեոն Բոնապարտի հետ, մեծը նվաճողը տարավ իր հետ գերեզման։ Շատերն են փորձել պարզել, թե ինչու են կառուցվել եգիպտական բուրգերը, բայց ապարդյուն։ Չնայած ամեն ինչին, այս հրաշագեղ կառույցները մնում են ամենամեծ գաղտնիքը, որը թողել է մեզ ամենահնագույն քաղաքակրթություններից մեկը։ Վերջին մի քանի տարիներում հետազոտողների և գիտնականների հետաքրքրությունը բուրգերի հանդեպ շատ է մեծացել։ Կատարվել են բազմաթիվ փորձեր, որպեսզի պարզվի, թե ինչ նպատակով են կառուցվել եգիպտական բուրգերը։ Կարծիքը այն մասին, թե դրանք ուղղակի սովորական կառույցներ են, հետազոտողները միանգամայն դեմ են, և այն արդյունքը, որը կստացվի նրանց աշխատանքներից հետո, կարող է ուղղակի հեղաշրջում կատարել երկրային կյանքի համար։ 2002 թվականի սեպտեմբերի 17-ին ստացվում է սենսացիոն տեղեկություն։ Հետազոտողները հատուկ ռոբոտի օգնությամբ փորձում են պարզել, թե ինչ կա թաքնված եգիպտական բուրգերից մեկի ներսում։ Բոլորը շունչները պահած հետևում են այս իրադարձությանը ամերիկյան հայտնի հեռուստաընկերություններից մեկի National Geographic-ի ուղիղ եթերում, պատրաստվելով ներկա լինել մի մեծ բացահայտման։ Եգիպտական բուրգերը շատ հետաքրքիր կառուցվածք ունեն։ Բուրգերից յուրաքանչյուրը ունի 3 սենյակ, որոնք դասավորված են ըստ հարկերի և որոնցում ըստ պատմաբանների գտնվում են եգիպտական փարավոնների մումիաները։ Այն հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են բուրգի միջանցքը, ոչ մի մարդկային ոսկոր չեն գտել բուրգում։ Նրանց նաև հաջողվել է բացել այն դամբարանը, որը գտնվել է բուրգի 3 սենյակներից ամենավերևինում։ Նրանք անակնկալի են եկել, երբ տեսել են, որ դամբարանը դատարկ է։ Բուրգերի երկար ուսումնասիրություններից հետո այն հարցերը, որոնք պատասխաններ չունեին, կարելի է ասել կրկնապատկվեցին։ Դեռ 19-րդ դարում հայտնի եգիպտական բուրգերի գաղտնիքները գրքի հեղինակ Ֆինդեր Սպիտլին հետազոտությունների ժամանակ անակնկալի էր եկել, երբ տեսել էր, որ բուրգի պատերի քարերը իրարից տարբերվում են ճիշտ և ճիշտ 2 միլիմետր երկարությամբ։ Ըստ նրա, որոշ չափով հնարավոր էր ճշգրիտ երկարությունների չափումը, բայց այն ժամանակ քարերն իրար ամրացնել այդքան ամուր ուղղակի հնարավոր չէր կարող լինել։ Բայց գլխավոր և ամենաանբացատրելի փաստը այն է, թե ինչպես են քարերը տեղադրվել իրար վրա։ Քարերից որոշները նույնիսկ կշռում են 10 տոննայից ավելի։ Ով կամ ինչն է այդքան մեծ կշիռ ունեցող հազարավոր քարերը բարձրացրել տասնյակ մետրեր վերև։ Չէ որ նույնիսկ ժամանակակից տեխնիկան չունի այդ հնարավորությունը։ Բուրգերի շրջակայքում կարելի է հանդիպել այնպիսի քարերի աղյուսների, որոնք կշռում են 500 և նույնիսկ 1000 տոննայից ավելի։ Սրանք ուղղակի ահռելի թվեր են։
Քարերից մեծամասնության վրա կան անցքեր, որոնք ավելի անբացատրելի են դարձնում սպասվող պատասխանները։ Հետազոտողները փորձում են անցքերում մնացած հետքերի օգնությամբ հասկանալ, թե ինչպիսի տեխնիկա են ունեցել հնագույն եգիպտացիները։ Երկար հետազոտություններից հետո ստացված արդյունքը ուղղակի ապշեցուցիչ էր։ Քարերի անցքերի մեծությունը եւ անցքերում եղած պտուտակավոր հետքերը ապացույցն են նրա, որ քարերը մշակվել են հատուկ տեխնիկայի միջոցով։ Պարզվեց, որ անցքերը բացվել են պտուտակների օգնությամբ, որոնց արագությունը գերազանցել է ժամանակակից պտուտակների արագությանը մոտավորապես 50 անգամ։ Սա ուղղակի անհավատալի փաստ է։ Իսկ որտեղ են գտնվում այն սարքերը, որոնցով մշակվել են քարերը եւ կառուցվել հսկայական բուրգերը։ Միգուցե դրանք ինչ-որ տեղ թաքնված են։ Քսաներորդ դարի սկզբին հայտնի հետազոտող Էդգար Քեյսին Վերմունտյան եռանկյունու հատակում հայտնաբերեց ևս մի բուրգ։ Այս նորությունը ցնցեց աշխարհը։ Հետազոտողները համոզված էին, որ հենց այստեղ է թաքնված բոլոր բուրգերի գաղտնիքը։ Այս բացահայտումից հետո Էդգար Քեյսին ասել է. «Ես համոզված եմ, որ այս ստորջրյա բուրգը կառուցել են կամ այլմոլորակայինները, կամ ինչ-որ գերբնական երևույթ, ուրիշ ով եթե ոչ նրանք»։ Այս ամենից հետո Էդգար Քեյսին եւ մնացած հետազոտողները համոզված էին, որ հենց այս բուրգն էր, որ պատճառ էր դառնում այս մասում նավերի ու ինքնաթիռների կործանման։ Բուրգը հնարավոր չէր ուսումնասիրել, այդ պատճառով Էդգար Քեյսիի կատարած բացահայտումը մեծ արձագանք չունեցավ։ Վերջերս աստղաբանների կողմից կատարվեց ևս մեկ մեծ բացահայտում։ Պարզվեց, որ բուրգերի կառուցման վայրը հենց այնպես չի ընտրվել։ Յուրաքանչյուր բուրգի գագաթը համապատասխանում է Արիոնի համաստեղության աստղերին։ Բայց ինչու՞, ինչ է նշանակում սա։ Ինչ կապ կարող են ստեղծել բուրգերը տիեզերքի հետ։ «2012 թվականի սեպտեմբերի 17-ին կատարվող հետազոտության արդյունքները ցնցեցին բոլորին։ Երբ բուրգի մեջ բացված անցքով ռոբոտը շարժվեց առաջ, մոտ 1 կիլոմետր շարժվելուց հետո նկատելի դարձավ, որ պատերը նեղանում են, իսկ վերջում հայտնաբերվեց մի դուռ, որի վրա 2 անցք կար, որոնք բռնակների էին նմանվում։ Նույնիսկ 1 տարեկան երեխան չէր կարող մտնել այդ անցքի մեջ։ Այստեղից եզրակացություն։ Ինչպես է բացվել այդ դուռը եւ ինչու է սովորական մարդու համար անանցանելի վայրում դուռ կառուցվել։ Հետազոտությունը շարունակվում էր։ Երբ ռոբոտը մոտեցավ դռանը, հետազոտողները գործի դրեցին հեռակառավարվող տեսախցիկը, որն ամրացված էր ռոբոտի վրա։ Այն պետք է մտներ դռան վրա գտնվող անցքի մեջ եւ նկարեր այն ամենը, ինչ գտնվում էր հակառակ կողմում։ Բոլորը շունչները պահած սպասում էին, բայց արդյունքում ստացվեց անհավանական մի բան։ Երբ տեսախցիկը անցքի մեջ էր, պարզվեց, որ դռան ետևում դատարկություն է, որի վերջնամասը չի երևում։ Հետազոտողները որոշեցին չափել, թե մոտավոր ինչքան տարածություն է գտնվում դռան ետևում։ Անհրաժեշտ էր ետ բերել ռոբոտը, որպեսզի տեղադրվեր հատուկ մետրաչափ։ Մետրաչափի տեղադրումից հետո ռոբոտը նորից առաջ շարժվեց։ Վերջնական արդյունքը ուղղակի անհավատալի փաստ արձանագրեց։ Պարզվեց, որ դռան ետևում գտնվող տարածության վերջնամասը այնքան հեռու է, որ եթե ռոբոտը գտնվեր դռան ետևում եւ շարունակեր ճանապարհը, պետք է մինչև վերջնամաս հասնելը ծախսեր մոտավորապես 9 տարի։ Բոլորն ապշած էին։ Մարդկային ուղեղը չի կարող ընկալել, թե ինչպես կարելի է այդքան ահռելի խորությամբ անցք բացել եւ ինչի համար։ Ժամանակակից տեխնիկան հնարավորություն չունի հետազոտություն կատարել այդ վայրում, եւ հնարավոր է, որ եգիպտական բուրգերը ընդմիշտ մնան մարդկությանը հայտնի ամենամեծ առեղծվածը։